Ադրբեջանը կտրականապես հերքել է Ֆրանսիայի արտգործնախարարի երեկվա հայտարարությունը, թե Բաքուն նոր նախապայմաններ է առաջադրում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ Արտգործնախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն պնդել է, թե Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջը նոր չէ, այն քննարկվել է ավելի քան 2 տարի եւ դրա լեգիտիմությունը կասկածի տակ դնելն անընդունելի է։ Եթե Ֆրանսիան իսկապես աջակցում է խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքմանը, ինչպես որ հայտարարում է, ապա պետք է կոչ անի Հայաստանին համապատասխան քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը։ Պաշտոնական Երևանը պնդում է, թե Բաքվի հետ բանակցություններում Հայաստանի սահմանադրության փոփոխության հարց չի քննարկվում։ Միացյալ Նահանգների նախագահը նոր աննախադեպ մաքսատուրքեր է սահմանել ավելի քան 100 երկրների հանդեպ, որոնք ուժի մեջ կմտնեն այս գիշեր։ Ըստ այդմ Եվրամիության երկրներից Ամերիկան ներմուծվող ապրանքները կհարկվեն 20%-ով, չինական ապրանքները 30%, Հայաստանի դեպքում կգործի 10% մաքսատուրք։ Եկել է ազատագրման օրը, հայտարարել է Դոնալդ Թրամփը, պնդելով, թե նոր կանոնները արդար են եւ բխում են ամերիկացիների շահերից։ Ընդդիմախոսները մինչդեռ զգուշացնում են հնարավոր գնաճի եւ առևտրային պատերազմների բացասական հետևանքների մասին։ Դոլարը արդեն իսկ 2%-ով արժեզրկվել է, ինչը մեկ օրում ամերիկյան արժույթի ամենամեծ անկումն է 2022-ի նոյեմբերից ի վեր։ Բրյուսելում գումարվել է ՆԱՏՕ-ի արտգործնախարարների խորհրդաժողովը, որտեղ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն կրկնել է Վաշինգտոնի կոչը դաշնակիցներին ավելի շատ միջոցներ ծախսել պաշտպանության վրա։ Նախագահ Թրամփը բազմիցս է պահանջել Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներից ռազմական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ին, մեղադրելով նրանց հույսը Ամերիկայի վրա դնելու համար։ Մենք ուզում ենք այս հավաքից հեռանալ հստակ ընկալմամբ, որ մենք այդ ճանապարհին ենք, ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը։ ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ խոստացել են պաշտպանական ծախսերն ավելացնել, հասցնելով առնվազն ՀՆԱ-ի 2%-ի։ Շատ անդամներ, այդ թվում Գերմանիան, մինչդեռ պնդում են, որ Թրամփի պահանջած 5%-ը իրատեսական չէ։ Ez most már nem egy pártatlan, nem egy jogállami bíróság, hanem egy politikai bíróság. Հունգարիան հայտարարել է, թե Բուդապեշտը դուրս է գալիս միջազգային քրեական դատարանից։ Այդ կառույցը դարձել է քաղաքական, ինչը երևաց Իսրայելի դեմ որոշումից, այսօր հայտարարել է վարչապետ Օրբանը։ Հայտարարությունը հնչել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի Բուդապեշտ կատարած այցի ժամանակ, ում միջազգային դատարանն անցած տարեվերջին ձերբակալելու օրդեր էր տվել Գազայում մարդկության դեմ կատարված հանցագործությունների մեղադրանքով։ Չնայած Հունգարիան Հաագայի դատարանի հիմնադիր անդամներից է, Օրբանը Նեթանյահուին հրավիրել էր Բուդապեշտ եւ վստահեցրել, որ նա չի ձերբակալվի։ Բուդապեշտն առաջինն է Եվրամիության երկրներից, որ լքում է կառույցը, ակնկալվում է, որ դատարանից դուրս գալու գործընթացը կտևի մոտ 1 տարի։ Թուրքիայի ոստիկանությունը 11 մարդու է ձերբակալել, որոնք կոչ են արել տնտեսական բոյկոտի ենթարկել նախագահ Էրդողանի եւ նրա մերձավորների հետ փոխկապակցված ընկերությունները։ Ընդդիմությունը որոշել էր պայքարի այս ձևը կիրառել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուղիի ձերբակալությունից հետո, զանգվածային ցույցերին զուգահեռ։ Կառավարությունը սակայն սա դիտարկում է որպես երկիրը ապակայունացնելու փորձ։ Թուրքիայում տնտեսությունը վերջին տարիներին էական անկում է ապրում, լիրան հասել է աննախադեպ ցածր ցուցանիշի, գնաճն էլ անցել 38%-ից։